Սահմանափակումների մասին խոսեցիք Ռուսաստանի կողմից Ռուսաստանի կողմից կիրառվող այդ սահմանափակումների մասին խոսեցիք, ինչպիսին կլինի այդ խնդրի ամբողջալուծումը, եթե դուք գաք իշխանության։ Նախ այն կախվածությունը պետք է նվազեցվի, միանշանակ, պետք է իջեցվի, այսինքն կախվածություն չպետք է լինի մեկ երկրից, սա միանշանակ է։ Երկրորդը, պետք է հստակ հարցեր կան Ռուսաստանի հետ հարաբերությունները պարզ չեն, դրանք բարդ հարաբերություններ են, ես միշտ նշել եմ, ես հարցեր ունեմ Ռուսաստանին, մեր կապված սկսած Արցախից մինչև Ջերմուկի նկատմամբ հարձակումների ժամանակ, ինչպես եղավ, որ Ռուսաստանը չմիջամտեց, ինչպես եղավ, որ Արցախում խաղաղապահներ կային, մեր հայրենակիցները այդ հուսով վերադարձան, չեղավ անվտանգություն, բայց տեսեք, այստեղ ակնհայտ է ինձ համար մի կարևոր սկզբունքային հարց եմ ուզում նշել, այս ամենը այս իշխանությունների, գործող իշխանությունների Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ձախողումների արդյունքն ենք, որ այսօր մենք ունենք, քաղում ենք, զգում ենք մեր վրա, բայց մենք պետք է նստենք ռուս գործընկերների հետ, հասկանանք, մենք իրավունք չունենք կապեր խզել, սա այլ ասեմ, մենք ունենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք խոպան են գնում, աշխատում են Ռուսաստանում, իրենց ընտանիքն են պահում, ռուս հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը կա, մշակութային կապերը եւ այլն, ու առհասարակ Հայաստանը իրավունք չունի որևէ մեկի հետ կապեր խզել կամ աշխատի հանուն Եվրոպայի ընդդեմ Ռուսաստանի, հանուն Ռուսաստանի ընդդեմ Եվրոպայի։ Մենք պետք է աշխատենք հանուն մեր երկրի շահերի։ Սա լինելու է մեր գլխավոր քաղաքականությունը։ Փաշինյանը դիմադիր ուժերին է դիրախավորում, տարբեր տարրերով է նրանց մեկնաբանում, նաև ասում է պատերազմի եռագրով կուսակցություն։ Ինչպես կմեկնաբանեք, կա այդպիսի Դիմա ասեք, Փալակ ջան, մյուս հարցը ձեր են պատասխանելու այդքան անարդար է, թե չէ։ Նախ մի բան ասեմ, Ժողովուրդ ջան, մեր քաղաքացիներին, տեսեք, ուրեմն բոլոր իմ հարցազրույցները կարող եք նայել։ Ես քաղաքականության հայտը ներկայացել եմ ամիսներ առաջ, այսինքն այնպես չի ամբողջ կյանքում եղել եմ քաղաքական գործիչ, քաղաքականության մեջ, բայց դուք հենց տեսեք, ես ինչ դիագնոզ որ դրել եմ, ինչ ասել եմ, ամեն ինչը հատիկ եղել է։ Ասել եմ նախկին նախագահներից որևէ մեկը չպետք է, եթե ուզում ենք որ Նիկոլ Փաշինյանը չունենա հաղթաթղթեր, չպետք է որևէ նախկին նախագահներից մեկը դնի տեխնացությունը։ Ասել եմ, հիմա ինչա տեղի ունենում, ինքը ամբողջը կառուցել է էլի այդ Նիկոլ Փաշինյանը այդ նախկին ներկա թեմայի վրա, մինչդեռ ինքը հենց նախկին է, իր էությամբ։ Ասել եմ, որ մենք եթե ունեցանք այնպիսի ուժ, որը ռուսական նույն օրինակ Սամվել Կարապետյանից հետ կապված չէ, քաղաքացիության փաստի եւ այլն ուժով, որ Ռուսաստանի նախընտրածն է լինելու, Նիկոլ Փաշինյանը կառուցելու է իրեն դիրքավորելու է որպես Հայաստանի փրկիչ, որպես Եվրոպա մեծ, Ամերիկա մեծ, որովհետև ընդդեմ Ռուսաստանի է աշխատելու, ասել եմ, լինում է դա, լինում է ամբողջ օրը այս իշխանությունը ինչ է անում, անամոթի պես, լկտիավարի, բայց դա իրանց քաղաքական կեղտոտ շահերի համար թիրախավորում են, չէ, անընդհատ Ռուսաստանի քաղաքացիության հարցեր են շահարկում, էս են անում, բոլորի լրտեսներ են կոչում, ագենտներ, Դու մեզ են ուզում այդ բոլորին, ով կա չկա Հայաստանում, բոլորին ուզում են ընդդիմադիր մարդկանց դրա մեջ ներառեն, ինչի, որովհետև նրանք քաղաքական, իրական օրակարգերից զերո են, մինուս, ստե չկա ոչ մի բան, հասկանում եք, եկեք ես մի բան էլ ասեմ, նայեք, նրանց քաղաքական հենասյուները 3-ն են, ես միշտ ասել եմ, նախկիններ, այդ թեման, եկեղեցի եւ ռուսներ։ Այս 3-ը տակից դու հանում ես, նրան չես տալի հնարավորություն, նա փլվում է, չունի ոչ մի բան։ Ռուսներից էլ իհարկե անասնական վախ ունի, ես սա շատ եմ զգացել եւ այս ամենի հիմա մենք գիտեք տրամաբանությունը պետք է փոխենք, նորից եմ ասում, ինքը ինչ է անում, տեսեք, ինքը մեղադրում է, որ Ռուսաստանի նախընտրած տեխնացուն, Ռուսաստանը աջակցում է, բայց իրեն էլ են աջակցում, օտարները ու ինքը տղամարդկություն չունի այդքան, այսինքն ուր անդր տղամարդկություն, ղզիկի պես հելնում է հլնայեք ինչեր է անում, գոռում է, խոսում է բան, ամբողջ էմոցիոնալ մարդ եմ, ինչ էմոցիա այստեղ կապված հարց է, հա բոլոր մարդիկ էլ էմոցիաներ, ես կարող եմ հիմա էմոցիա չեմ արտահայտում, էմոցիոնալ մարդիկ են բոլորը, բայց դու ինչ ես ընկել, այստեղ մի տղամարդկություն էլ մեջը չկա, մարդ, դու եթե այն մյուս կողմից Ռուսաստանն է մենակ, դու էլ ես մյուս կողմից ընկել ես քո քերիներին, հոպարներին, այն գլխավոր պապան էլ Ալիևն է, որը Բաքվում նստած է, հաշկիցն են ցարինելու, վերջում էլ այդ գլխավոր պապան է գալու մի հատ, իր համար ստե քարոզարշավ անի, ինչ է անում, օրինակ Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն է գալիս, Վենսն է գալիս, Մակրոնն է գալիս, ինքը այնքան գնահատում եմ շատ վատ մեր պետականության տեսանկյունից, ստեղ իշխանություն չկա ընդհանրապես, տղամարդկություն ունեցող իշխանություն չկա,
թասիբ նամուս ունեցող իշխանություն չկա, որտեղ այս իշխանությունը հիմնվում է ընդհանրապես իր այդ ցանկալի բան օտարների վրա, նայել իրան, բայց elə տեսեք ինչ աֆերիստ են։ Բանը ասում են թե մենք իբր sense ուզում են ցույց տան, իրենք Ֆրանսիայի մետ են, Եվրոպա մետ են, Ամերիկա մետ են, то էդի ընդհանրապես պետք է Հայաստանը մետ են քլետի մի կողմ, բայց դուք ընդհանրապես ի՞նչ կապ ունեք Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ։ То դուք եթե հանգարտ Ուզբեկիստանից չնեղացնենք, ես ընկերներ ունեմ Ուզբեկիստանից, բայց եթե Ուզբեկիստանը օրինակ դուք վաղս գաք ձեր քաղաքական բանի գոյության համար կարևորը դուք ամբողջ օրը ուզբեկամոլ եք դառնալու, այ ուզբեկամոլներ, ձեզ դրանից ոչինչ չի մնում, եղավ Մոզամբիկը, դուք Մոզամբիկամոլ եք դառնալու, որտեղ ձեր համար ամենակարևորը ձեր ինստինկտն է, դրա համար մեր ժողովուրդը շատ զգացել է, որ ընդհանրապես մենք այս իշխանությունները, այս վանդակը, որ գծել է, մենք սրանից պետքա դուրս գանք, հասկանում եք, տրամաբանությունը ստեղ պետքա փոխվի ամբողջությամբ եւ նրան մենք չպետք է տանք այդ հնարավորությունը։ Նա էմոցիոնալ մարդ չի, նա խորամանքի պես, այսինքն խորամանկ ձևով, հատուկ, նախապես, այս ամեն ինչը լավ, մշակելա, քայլերով գնում է առաջ, շատ աֆերիստ ձևի, իր հանուն, իր քաղաքական շահերի, որովհետեւ ստեղ մենք ունենք պրոքսի իշխանություն, Ադրբեջանի պրոքսի իշխանություն։ Սա է ադրբեջանականությունը թաքցնում է այս իբր ռուսական բան, այն մյուս կողմը արեցից օգտվում է ընդդիմություն ունի ռուսական, դրա համար այդ երագլուխը, որ չշեղվեմ, այդ երագլուխ դև, որ ասում է, չէ, ընդհանրապես այդ դիսկուրսը ինքը ինչի է մեջտեղ բերել, իրեն ձեռնտու է դա ու ամեն օր խոսում է դրանից, չէ, հələ դևի մասին որ խոսենք, այլ հացը ով է ստեղ դևը, ընդհանրապես ու հələ ոչ թե երագլուխը, չգիտեմ, ինչ գլուխ ասես ունի, բայց ստեղ կարևորը այդ ժողովուրդ ջան, կարևորը մեր քաղաքացիներին ես խնդրում եմ, որ այս վանդակը, որ սարքել են մեր համար, սրանից դուրս գանք, ժողովուրդ ջան, սիրելի քաղաքացիներ, դուք ունեք ընտրություն, այդ ընտրությունը մենք ենք, ես եմ այդ ընտրությունը, մենք որևէ արտաքին քաղաքական ուժ չենք ներկայացնում, մենք չենք ղեկավարվում, ես ոչ մեկի վրա այս իշխանության նման չեմ գնալու երբեք տղա բերեմ մեր ժողովրդի եւ մարդ բերեմ մեր ժողովրդի վրա, որ մեր ժողովրդի վրա ճնշումներ գործադրեն, այս է կարևորը, հասկանում եք։ Պարոն Թաթոյան, տեսեք, դուք խոսեցիք անդիմադիր ուժերի մյուսներին, այսպես ասենք, քննադատելու վատ պրակտիկայի մասին, ինչը ըստ էության ամրացնում է իշխանության դիրքերը, ձեր կարծիքով գլխավոր նպատակը որն է, ընդդիմադիրներն ուզում են չեզոքացնել ընդդիմությանը, թե այնուամենայնիվ բոլորի նպատակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կանխվի եւ արդյոք 19 առաջադրված ուժերից ձեր գնահատմամբ քանիսն են այս պահին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելու, այսպես ասենք, մոտիվով մասնակցում ընտրություններին եւ միանգամից երկրորդ հարցն ինչ նորություն կա Աննա Վարդապետյանին ուղարկված ձեր հաղորդման հանցագործության ընթացքում։ Նախ ես ասեմ ձեզ, եթե իրական ընդդիմությունը, որը հայտարարում է, որ իրական ընդդիմություն է եւ գործում է, չէ, ինձ համար անհասկանալի է ոնց է այդ ընդդիմությունը հետո հայտարարություններ անում ընդդիմադիր մյուս ուժերի հետ կապված այս նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում։ Ինձ համար կարևորը հետեւյալն է, մենք որքան իրական ընդդիմադիր ուժ ունենք, ինչքան շատ անցնեն խորհրդարան, ինչքան հաջողություններ մենք ունենանք այդտեղ, ինձ համար լավ է, իմ օգուտն է եւ իմ երկրի համար է, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ մեր երկրում բոլորով միասին լուծում ունենք խնդիրը լուծել։ Հետո մի բան գիտեք, sense մի բան, այդ անտի-Նիկոլ դիրքավորվելը, ես էլ եմ հակա-Նիկոլ, ես հակա-Նիկոլ որն է, այս իշխանության քաղաքականության, հիմա կարող անունը Նիկոլ չլիներ, անունը Պոլոս Մուկուչ չլիներ, չգիտեմ։ Այդ մարդու հետ, այդ մարդու քաղաքականությունը, պահվածքը, բարքերը եւ այլն հակա-հայկական են, դրանք ադրբեջանական են եւ հետեւաբար դրանք մեր պետությանը նման ուժ պետք է նալու շուտ ազատվենք։ Հիմա այդ խնդիրը լուծելու համար ես էլ եմ դրանց դեմ տրամադրված, բայց ես նաեւ առաջարկում եմ այլընտրանք, ես լուծում եմ առաջարկում, ես առաջարկում եմ նաեւ, որ մենք մտածենք վաղնել օր կա, չէ, վաղնել ենք ընտրություններից հետո էլ է գնալու եւ հատուկ ուզում եմ ասել, ես այսքան ժամանակ համեստություն եմ արել, բայց հիմա հատուկ ուզում եմ ասել, բոլոր տեխնացուների մեջ բոլորին վերցրեք, ոչ մեկ չունի այն փորձը ու այն աշխատանքային փորձը, այն անցած ճանապարհը, որ ես ունեմ։ Ես աշխատել եմ պետական մարմիններում, ամենաբարձր, աշխատել եմ հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում, Հայաստանից դուրս գրեթե բոլոր մայրցամաքներում ես աշխատել եմ։ Ես պատկերացնում եմ ինչպես են պետությունները ձախողում ու ոտքի ինչպես պետք է կանգնացնել ու այո, չկա որևէ ծրագիր, հələ մի հատ
տեսեք, այս բոլոր տեխնացուների մեջ հետևյալ առանց անձնական վիրավորանքների կոնկրետ փաստով ասում եմ, մի հատ ցույց տվեք հələ, ով է պետական գործի եղել ու ծրագիր առանց ձախողելու ծրագրեր իրականացրել, կամ պետական գործի հետ ընդհանրապես կապ չեն ունեցել, կամ աշխատել են պետական պաշտոնյա, ամբողջությամբ ձախողել են ամեն ինչ։ Ես մատս ինչին դրել եմ, միշտ այդպես է եղել, ինչին մատս կպել եմ, ամեն ինչը հաջողել եմ։ Թող մեկը գնա խոշորացույցով, գտնի մի հատ դեպք, որ ես արել եմ, ստանձնել եմ պատասխանատվություն ու ձախողել եմ։ Դրա համար հիմա ես մեր քաղաքացիներին խնդրում եմ, ասում եմ, ժողովուրդ ջան, մենք առաջարկում ենք այլընտրանք։ Ես ուրիշ մարդ եմ, ես ուրիշ պատմության մասին եմ։ Ես այն պատմության մասին եմ, որ մեր ժողովուրդը պետք է առաջ գնա, զարգանա, այս նախկին ներկաներից, այս արտաքին ուժերի ազդեցության բնագավառներից, բևեռներից, այսի միջերից դուրս գանք, առաջ գնանք եւ միասնական լինենք։ Ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը։ Դրա համար եմ ասում, որ ընտրություն կա, այլ ընտրանքը կա, իրական ծրագրերը կան։ Սա հատուկ էս մասով։ Մյուսը այդ մեր ձայնագրությունների հետ կապված։ Այդ ձայնագրություններով չկա ոչ մի առանջընթաց։ Ես հատուկ հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էի պետքա հարցաքննվեն կամ ձերբակալվեն Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան ու այս վերջինն էլ այն հայտնի Մոխրոտիկի հեքիաթի նման գիշերը 12-ից հետո հույս ունեմ նրանք կկանչեն հարցաքննության, որտեղ նրա հետ շատ հետաքրքիր թարս բաներ կարող են կատարվել։ Արայիկ Հարությունյանի ոչ մի այսքան ժամանակ մի հատ հարցաքննության կանչել են հարց, մի հատ ձերբակալման որոշում այդ մարդկանց վերաբերյալ կա, այստեղ էլ այլընտրանքը գիտեք որն է, որ այն ուսուցիչներն ու դասախոսները, որոնց ճնշում են, չէ, ես հատուկ նշել եմ, հանգարտ չփորձեք ճնշել ուսանողների, այ որոնց ճնշում են, իրանք կազմակերպում են, սարքում են ամեն ինչ, ում ճնշում են այդ զոհերին, ովքեր ճնշման զոհեր են, գնում նրանց էլ փորձում են ճնշել։ Ես դրա համար այսպեսի մի կարևոր բան կա, ուզում եմ մեր ուսուցիչներին, բժիշկներին, պետական համակարգի աշխատողներին, բոլորին ասել, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, դուք չեք մենք չենք ամաչում այսպես վարչապետ ունենք։ Այ ժողովուրդ ջան, բա մեզ պատիվ բերում է, ես միշտ որ մարդկանց եմ հանդիպում, ովքեր այս իշխանությանն են փորձում, ասում եմ ժողովուրդ ջան, դուք չեք ուզում օրինակ ես լինեմ ձեր վարչապետը։ Վայ, ասում են, շատերն են ասում, ինչի, որովհետև ես պատկերացնում եմ այդ հարցերի լուծումը եւ մեր պետական համակարգին ես երաշխավորված ասում եմ, նրանք լինելու են պաշտպանված։ Մեր պետական համակարգը ինչի է անկայուն։ Ամեն մի քաղաքական գործիչ գալիս է Իրանը ջրելով, իր մարդկանց հեռացնելով, չգիտեմ, զբաղվում է, ինչի, որովհետև ամեն մեկ իր քաղաքական շահի մասին է մտածում։ Ես պաշտպանելու եմ պետական համակարգը նաև, պաշտպանելու եմ բոլորի նրանց ընտանիքները, ես գիտեմ նրանց մեծ մասը համաձայն չի այն քաղաքականության հետ, որ այս իշխանությունը տանում է, բայց գիտեմ նաև ինչու են հրապարակային չեն ասում, բայց խնդրում եմ գնան ու ընտրեն, փոխենք, մի հատ տեսնենք ում ենք ուզում մեր ղեկավարներ, ում հետ մենք ապահով կզգանք, ում հետ մենք ճիշտ քայլեր կանենք, այս է կարևորը։ Խաթոյան եւ ԵԱՏՄ-ին անդրադառնալով Ռուսաստանը կարծես ըստ էության վերջնագիր է ներկայացնում, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, ինչ է կարծում, հնարավոր է հենց Ռուսաստանը ինքը քայլեր ձեռնարկի Հայաստանին հեռացնել։ Տեսեք, այս իշխանության ժամանակ կամ այս քաղաքականության պայմաններում հնարավոր է, ես այս իշխանությունը այնպեսի անկանխատեսել, իրենք չունեն ռազմավարություն։ Տեսեք, ԵՄ Հայաստան գագաթնաժողով եղավ, մեր ազգային ոչ մի հարց այդտեղ չներքաշվեց։ Ինչ մնաց դրանից, սիրուն պատկերներ, նկարներ, վերջ։ Մեր սահմաններից դուրս գալուց սկսած, գերիների հարցերից, ադրբեջանական զորքերի ներխուժումից ոչ մի բան չկա։ Հիմա ԵԱՏՄ թե ԵՄ նորից հարցերը նայում են աշխարհաքաղաքական կենտրոնների այս կոնտեքստում։ Ես լինեմ օրինակ երկրի ղեկավար, ես այդպես չեմ նայելու։ Ես նայելու եմ իմ երկրի համար այդ պահին ինչ շահ է պետք։ Ինձ պետք է աստիճանական նվազեցում Ռուսաստանից, պետք է, ինչ պետք է անեմ այդ ուղղությամբ, պետք է գնամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պահելով, ազնվությունը պահելով, չխաբելով, հստակ պարկեշտությունը, ճիշտ մարդկային հարաբերությունը, բայց զուգահեռ պետք է զարգացնեմ եվրոպական երկրների հետ։ Տնտեսական դիվերսիֆիկացիա է։ Ինչ տնտեսական, իրանք ադրբեջանական դիվերսիֆիկացիա են անում ընդհանրապես։ Ինքն էլ չստացված Կոլումբոսի պես, ես ասել եմ մի անգամ, եթե այն մարդը գնաց Կոլումբոսը իսկական գնաց Ամերիկան գտավ, մանեկավ, այս մարդը մանեկավ գնաց Ադրբեջանը գտավ, հիմա իր համար ապրում է, էլի լավ է։ Հարցը դա չի, հարցը հետեւյալն է, ժողովուրդ ջան, իմ երկրի շահի համար ինչա պետք, յուպտին էս խելոք աշխատես,
բոլորից ստանաս քո օգուտները։ Ես եվրոպական երկրների հետ մինչև հիմա Եվրամիության հետ առևտրի կանոնները չեն փոխել տվել, որ օրինակ Թուրքիան ինչի՞ պետք է մեզանից ավելի շատ առևտրի կանոններում առավելություններ ունենա, կարեք ասել։ Թուրքիան էլ Եվրամիության անդամ չի, չէ՞։ Մենք էլ չէ, այս իշխանությունը 8 տարի իշխանության են, 8 տարի ձևական օրենքներ են բերում ընդունում իբր Եվրամիությանը միանալու համար։ Հետո չգիտի որ դա ձևական է ու հանուն անդեմ ինչ որ Ռուսաստանիա կամ ինչ որ մեկիա։ Դուք այսքան ժամանակ տեսել եք իրանք դիմեն Եվրամիության, չէ, նրանց համար կարևորը տեսեք այն մեկին վատություն անեն, գնանք նրա մոտ, ինտրիգների մեջ լինեն, սենց բան, այս մենք պետք է նման իշխանությունից ձերբազատվենք, մեզ պետք է իշխանություն, որը իրոք հանուն պետության է աշխատում։ Խոստացել է վիզաների ազատականացում։ Հա, շատ այդ գիտեք, այդ որ ասենք լուրջ, 2 տարվա ընթացքում այս 8 տարի է իշխանություն են ամեն տարի գալիս են ոչ մի ու մի հատ էլ 2, այդ ինչ հաշվար կարը։ Երևի դες մի ամիտ այնքան որ բանով ասելա, տեսեք ժողովուրդ ջան, մեզ պետք չի վարչապետ, որը խոսում է, հետո կներեք այդ բառերը, ես իմ բառապաշարի մեջ հիմա բառեր, բայց տեսնում ուրիշ հնարավոր չի։ Իշխանություն, որը բեզաչոտնիկի նման է իրան պահում, ասենք տեսեք ինչ է անում, ասում է 2 տարուց հետո ասելու է վայ կներեք 3 տարուց, մի հատ ասելու է, հետո ասելու է վայ կներեք 4 տարուց։ Այստեղ խնդիրը գիտեք որն է, որ այդ 2 տարին էլ չի լինելու իրան ժամանակ, այն էլ չի լինելու։ Օրինակ Եվրամիության սամիտը եղավ, չէ՞, Հայաստանում։ Այդ պահին ինչի չասվեց, որ օրինակ միջև տարվա վերջ լինելու է վիզաների ազատականացում։ Ես լինեմ իմ համար վիզաների ազատականացումը համար մեկ հարցն անելու, բայց ես չկարողանամ այդ հարցը լուծեմ, իմ երկրի քաղաքացիները գնան, աշխարհ տեսնեն, վիզաները պետք է ազատականացվի, այո, որ երկրի հետ հնարավոր է պետքա վիզա չլինի, որի հետ էլ վիզա կա, պետքա այնքան հեշտ լինի, ոչ թե այսօր վիզաների կենտրոն կա, բան կա, գնում են մարդիկ նվաստացած հերթերի մեջ սպասում են, փող են մուծում, չգիտեն այդ կստանան թե չէ, այդ փողը հետ կստանան, գնում են հերթերի մեջ սպասում են նվաստացած վիճակով, մարդիկ ասում են դելով թքած ձեր արտասահմաններ, դուք էլ հարցը հետի չի։ Ամենակարևորը հետևյալն է, դու պետքա պահանջները քո դնես։ Եթե դու որպես պետություն քո պահանջները չես դնում օտար պետությունների առաջ, միշտ ընդհանրապես սահմանափակվելու ես, բարև ձեզ, շնորհակալություն, հաջողություն։ Սա է լինելու։ Դուք փաստերից ներկայացրել, որ Ադրբեջանի տարբեր գործիչներ սատարում են ու նաև Նիկոլ Փաշինյանին ու նաև դիմել են Եվրամիության տեսփաններին, ասեք ունեք նոր փաստեր եւ ըստ ձեզ ինչու են նրանք սատարում Նիկոլ Փաշինյանին։ Երբ Եվրամիությունը հայտարարեց, որ Ռուսաստանի միջամտության դեմ պայքարում են, ասենք շատ լավ, պայքարում եք, լավ եք անում, ճիշտ է դա, բայց մենք էլ հայտնաբերել ենք ադրբեջանական միջամտություն, դիմեցի, ես հանդիպում ունեցա Եվրամիության պատվիրակությունում, նրանք ինձ խոստացան, որ կքննեն այն բոլոր գործերը, որ ես կուղարկեմ։ Եվ դրանից հետո ես ապացույց ուղարկեցի եւս մենք այդ падգամավորի ազգանունը Ուրոդ եմ ասել, պարզվում է, որ Ուրադա ոնց որ թե, բայց Ադրբեջանի падգամավորի, հա, սակայն ինչ տարբերություն, բայց օրինակ ինչ ասել, ես վերջում մի քանի առաջ ասում է, բան, ասում է հայտարարություն է, գիտեք ինչ ասում, ասում է բանը, այս որ Ադրբեջանի նախագահը ասել էր, որ բժիշկներին Հայաստանը վերաբերմունքը հայերի պարզելու համար պետք է բժիշկներ լինեն, հոգեբույժներ ու հոգեբաններ։ Այս հարցազրույցը տվել, ասում է падգամավոր իշխանության է, ասում է հա ճիշտ է արել։ Այդտենց պետքա տեղը դրեցինք, այ փառքաստու լավ է, որ վերջապես նենց իշխանություն է եկել Հայաստանում, խելքը գլուխներն են հավաքել, բայց եթե են ընդդիմությունից գան իշխանության, մենք պետքա այդ երկաթե բռունցքը ցույց տանք, պատերազմի մասին պետք է խոսենք, ուժով ենք լուծելու, այսինքն այ քեզ բան, ու Հայաստանի ղեկավարը, որը ասես գորգորում է, չէ, լաչարություն անում, ամեն օր գալիս է այդ էմոցիաները արտահայտում է իբր բան ընդդիմության վրա եւ այլն, կնոջ վրա է գորում, հայ կնոջը Այ տղա, դու, այսինքն ինչ տղա է, որը եղանդ է, այդքան ասում եմ տղա, հետո հիշում եմ ընդել ղզիկ տրամադրություններ են, ինչ տղա, դու հայ կնոջ վրա կարած քեզ թույլ տաս գոռաս, զոհվածի մոր վրա կարած քեզ թույլ տաս գոռաս, բա դու մի հատ Ադրբեջանի նախագահային սեղանի տակը մտնում ես, ասում ես, ինձ է կկարենակ կանչեք Բաքու, ես է կգամ էլի, գնա հիմա էլ կընդունեն, բայց հարցը հետևյալն է, մենք որովհետև ինքը իրականացնում է Ադրբեջանի ռազմավարական նպատակները, Ադրբեջանում այդպես էլ հստակ ասում են, որ մենք վերջապես ունենք Հայաստանում իշխանություն, որ իրականացնում է մեր ռազմավարական նպատակները, սա է, որ չպետք է թողել, եւ մենք
պետքա դուրս գանք այս վանդակից, այս թակարդից, ժողովուրդ ջան, ես լինեմ երբեք այս պայմաններում Ադրբեջանի հետ չի կարելի մենակ մնալ հարաբերություններում, արտաքին միջնորդներին իրարից վանել են, հեռու են տարել։ Ինչ են անում, ասում մենք Ադրբեջանի հետ հարցերը կլուծենք, հետո դե լուծում եք, էլի տեսնում եք։ Հարցերից մեկն էլ մեր